Հայտնություն 9-րդ գլուխ։ Փող հնչեցրեց 5-րդ հրեշտակը, և տեսա, որ մի աստղ ընկավ երկնքից, որին տրվեց անդունդների գբի բանալին։ Գբից ծուխ էր ելնում, ինչպես մեծ հնոցի ծուխը, որի պատճառով խավարեցին արեգակն ու օդը։ Ծխից մորեխներ դուրս եկան երկրի վրա, և նրանց տրվեց զորություն, կարիճի խայթոցների նման։ Եվ նրանց արգելվեց երկրի խոտին ու ծառերին վնաս տալ, այլ միայն երկրի վրա ապրող այն մարդկանց, որոնք իրենց ճակատի վրա չունեին Աստծու կնիքը։ Եվ նրանց հրաման տրվեց, որ չսպանեն նրանց, այլ 5 ամիս չարչարեն, իսկ նրանց չարչարանքն էլ նման էր մարդուն հարվածող կարիճի խայթոցների։ Այն օրերին մարդիկ մահը պիտի փնտրեն, բայց չպիտի գտնեն, պիտի ուզենան մեռնել, բայց մահը պիտի փախչի նրանցից։ Եվ մորեխները նման էին պատերազմի պատրաստվող ձիերի, իսկ գլուխների վրա կարծես ոսկե պսակներ էին։ Երեսները նման էին մարդու երեսների, մազերը կնոջ մազերի, ատամները առյուծի ատամների։ Ունեին զրահներ, որոնք նման էին երկաթե զրահների, իսկ թևերի ձայնը նման էր կառք քաշող և պատերազմի արշավող բազում ձիերի ձայնին։ Նրանք ունեին կարիճների պոչերի նման պոչեր և խայթոցներ իրենց պոչերին, և իշխանություն ունեին 5 ամիս չարչարելու մարդկանց։ Եվ իրենց վրա որպես թագավոր ունեին դժոխքի հրեշտակին, որի անունը եբրայերեն Աղբադոն էր, որ հայերեն կոչվում է Կորուսիչ։ Ահավասիկ անցավ 1 վայը, և գալու են դեռ 2 վայեր։ Փող հնչեցրեց 6-րդ հրեշտակը, և Աստծու առաջ գտնվող ոսկե զոհասեղանի 4 եղջյուրներից մեկից մի ձայն լսեցի, որն ասում էր փող ունեցող 6-րդ հրեշտակին. «Եփրատ մեծ գետի վրա կապված 4 հրեշտակներին արձակիր»։ Եվ արձակվեցին 4 հրեշտակները, որոնք պատրաստ կանգնած էին ժամվա, օրվա, ամսվա և տարվա համար, որպեսզի սպանեն մարդկության 1/3 մասին։ Եվ նրանց հեծյալ զորքերի քանակը բյուր-բյուրավոր էր, իմացա նրանց թիվը։ Եվ տեսիլքում տեսա ձիեր ու նրանց վրա հեծյալներ, որոնք ունեին հրեզրահներ ու ծծմբով հրդեհված հակինթներ։ Ձիերի գլուխները նման էին առյուծների գլուխների, իսկ նրանց բերանից կրակ էր ելնում, ծուխ և ծծումբ։ Եվ մարդկության 1/3 մասը կոտորվեց այս հարվածներից, այն կրակից, ծխից և ծծմբից, որ ելնում էին նրանց բերանից։ Որովհետև ձիերի զորությունը իրենց բերաններում էր և պոչերի վրա, որոնք նման էին օձերի, և ունեին գլուխներ, որոնցով սպանում էին անիրավներին։ Մարդկության մնացած մասը, որ չմեռավ այս հարվածներից, չապաշխարեց, ոչ էլ հետ կանգնեց իր ձեռքի գործերից, դևերին և ոսկե, արծաթե, պղնձե, քարե և փայտե կուռքերին երկրպագելուց, կուռքեր, որոնք ոչ տեսնել կարող են, ոչ լսել և ոչ էլ քայլել։ Եվ նրանք չապաշխարեցին ու չդարձան իրենց մարդասպանությունից, կախարդությունից, պոռնկությունից և գողությունից։